կարգալուց եղած քահանաները, եթե չեն ազատում եկեղեցու տարածքը, որտեղ իրենք ծառայություն էին մատուցում, ստացվում է, որ ապօրինի զավթում են այն։ Իրավական կողմ կա, չէ, եկեղեցի յուրաքանչյուր եկեղեցու շենք հանդիսանում է հայ առաքելական եկեղեցի իրավաբանական անձ որպես, չէ, սեփականությունը։ Եվ պետությունը իրականում այստեղ անկախ նրանից ում է պատկանում, ով է սեփականատերը, ինչ եւ այլն, պիտի չաջակցի որևէ մեկի, ցանկացած մեկի օրինական գույքը զավթելու։ Չի կարող վարչապետը նման քայլեր ձեռնարկել։ Նորից եմ ասում, լեգալությունը, անլեգալությունը այստեղ վեղափարի չի կարող լինել հիմք եկեղեցու գույքը զավթելու համար։ Եվ անկախ նրանից ով ում այնտեղ ձեռնադրել եւ այլն, եթե այդ քահանաները համարում են, որ իրենց կարգալուց իրավունք չունի վեղափարը անելու, իրենք նաև եւ քահանա դառնալու հարցում նույնպես պիտի սկզբունքայնություն ցուցաբերեին եւ չգնային ծառայել մի եկեղեցում, որը որ ըստ իրենց, հա, որի տերը, այդպես են ասում վեղափարին, իրենց կարծիքով բան է, ապօրինի է։